Ձերբակալվածների պահման վայրում երեկվանից գտնվող եղբայրները Դավիթը եւ Միքայելը, որոնք բերման էին ենթարկվել Սուրբ Աննա եկեղեցու բակից, աղոթագրեր են խնդրել փաստաբաններից։ Փաստաբանները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ այս պահին առաջադրված մեղադրանք չկա, նրանք ունեն ձերբակալվածի կարգավիճակ։ Փաստաբաններից մեկը Վարդուհի Էլբակյանը եղբայրների դասընկերոջ մայրն է։ Իրենք են բացառիկ երեխեքն են, որոնք դպրոցում համարվել են լավագույնը, երկու դպրոցի դեմքը պարզ անող բոլոր մրցույթներում եղել են Դավիթը եւ Միքայելը, մշտապես ստացել են պատվոգրերը եւ մեր բոլոր երեխաների համար իրենք եղել են ուղեցույց, ուղենիշ եւ այն մարդը, ում պետք է հասնել։ Ես նույնպես տղա երեխայի մայր եմ, միշտ իմ ծնողական խորհուրդը եղել է նմանվի Դավիթին Միքայելին։ Նա հույս հայտնեց, որ իրավապահները կպահպանեն օբյեկտիվությունը, կհասկանան ինչ է տեղի ունեցել, բանը չի հասնի մեղադրանք հարուցելուն, չեն կործանի տղաների պայծառ ապագան։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ պաշտպանի ներկայացուցիչները մարտի 30-ին այցելել են ոստիկանության ձերբակալվածների պահման վայր։ Այցի նպատակն էր տեսակցել մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված անձանց, անցկացվել են առանձնազրույցներ ձերբակալվածների հետ, ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, արդյունքները կամփոփվեն հետագա քայլերի համար։ Ոստիկանության Ավանի եւ Նոր Նորքի բաժինների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել են մի շարք գողության դեպքեր։ Ավանում ձերբակալվել է 37-ամյա տղամարդ, ով խոստովանել է, որ գողացել էր երաժշտական կենտրոն Պարիստուդիայից եւ ձայնարկիչ թիվ 54 մանկապարտեզից։ Նոր Նորքում հայտնաբերվել է 57-ամյա մի տղամարդ, ով թիվ 103 մանկապարտեզից գողացել էր բանկային քարտերով պայուսակ, իսկ թիվ 104 մանկապարտեզում փորձել էր գողություն անել, սակայն պահակին տեսնելով դիմել էր փախուստի։ Երկու կասկածյալներն էլ տվել են խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջարին հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 450 կին եւ երեխա։ Զոհվել է 246 կին, որոնցից 216-ը 18 տարեկանից փոքր, իսկ 17-ը 5 տարեկանից փոքր։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ իրանական հեռուստատեսությամբ ասել է Մոհաջարանին։ Նա չի ներկայացրել զոհերի ընդհանուր թիվը։ Թասնիմ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում վիրավորվել է ավելի քան 22,000 մարդ։ Վերջին ընդհանուր զոհերի թիվը մարտի 12-ին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ավելի քան 1300։ Այդ ժամանակվանից ի վեր Իրանի իշխանությունները միայն թարմացրել են զոհերի ընդհանուր թիվը։ Զգուշացեք, պետք չէ օտար iCloud հաշիվները մուտքագրել ձեր բջջային հեռախոսներում։ Եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով Telegram, WhatsApp, Viber տարբեր պատրվակներով ձեզ առաջարկվում է ձեր բջջային հեռախոսում մուտք գործել այլ անձի iCloud հաշվով, ոչ մի դեպքում չվստահեք։ Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են հեռահար արգելափակել ձեր բջջային հեռախոսը, զրկել ձեզ սարքի հասանելիությունից, պահանջել գումար սարքի ապա արգելափակման դիմաց կամ կատարել այլ հանցագործություն։ Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց երբեք մի մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները ձեր բջջային հեռախոսում, երբեք մի կատարեք տեխնիկական քայլեր ձեր անձնական սարքով անհայտ անձանց ցուցումներով, երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ ձեր Apple ID iCloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց։ Հիշեք, այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ ձեր սարքին կամ անձնական տվյալներին։ Եղեք զգոն եւ պաշտպանեք ձեր անձնական տվյալները, այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունը։ Ավելին իմանալու համար հետևեք Պանորամայինին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։